Ողջույն սիրելիներս, կրկին վլոգ էի մալիքում եւ այսօրվա վլոգը ավելի շատ ճամփորդական եւ այսպես ճամպրուկային է։ Ամեն ինչ դասավորել ենք, պատրաստվում ենք գնալ օդանավակայան։ Անկեղծ ասած, բավականին հոգնած ենք, որովհետեւ համարյա գիշերվա ժամը 12-ն է, բայց պետք է շարժվենք առաջ եւ չուշանանք թռիչքից։ Նախապես ճամպրուկները նկարում եմ միշտ իմ մոտ ունենում եմ, որովհետև անցած անգամ ճամպրուկները կորել էր եւ չէի նկարել, որպեսզի ցույց տամ, թե ինչ գույն է ճամպրուկը, ուղղակի գրեցինք իրենց ավիաընկերությանը եւ բացատրեցինք, թե ինչ ճամպրուկ է, ինչ անուն է գրված, բայց այս անգամ փաստերով եմ եւ բոլորը նկարել եմ, թե ինչ ճամպրուկներ ունենք։ Ամեն մեկ անձին հասնում է 2 ճամպրուկ 23 կիլոգրամ եւ 1 ուսապարկ 7 կիլոգրամ։ Երևանից Դոհա թռիչքը այդքան էլ երկար չէ, 2 ժամ 23 րոպե է տևողությունը, բայց արդեն իսկ Դոհայից դեպի Լոս Անջելես բավականին երկար է, պետք է 16 ժամ թռնենք։ Ահա եւ ներս ենք գնում, կարելի է ասել նստատեղերը բավականին հարմար են։ Քաթարի ավիաընկերությունը 8 անգամ անվանվել է աշխարհի լավագույն ավիաընկերություն World Airline Awards մրցանակաբաշխության ժամանակ, ինչը մրցանակաբաշխության պատմության մեջ ամենաշատն է։ Այն սպասարկում է աշխարհի 170 ուղղություններ եւ արժանացել է իր բիզնես դասի գովասանագրերի, այդ թվում աշխարհի լավագույն բիզնես դաս, լավագույն բիզնես դասի սրահ եւ Մերձավոր Արևելքի լավագույն ավիաընկերություն անվանակարգում։ Այստեղ ունենք բարձ, ունենք նաև ծածկոց, որը որ պետք է օգտագործեմ, որովհետև ես ինքնաթիռում բավականին շատ եմ մրսում, դրա համար անպայման օգտագործելու եմ ծածկոցը։ Այդ բարձերը չեմ օգտագործում, որովհետև ճամփորդելուց միշտ իմ հետ ունենում եմ ճամփորդական բարձը պարանոցի համար նախատեսված։ Հիմա նայեք, տեսեք ինչքան գեղեցիկ տեսարան է բացվել, ամբողջ քաղաքը երևում է, հատկապես այսպես գիշերով թռիչքի ժամանակ շատ գեղեցիկ է։ Ահա եւ սնունդը, սկուտեղի վրա բերել են ջուր, յոգուրտ, թարմ կտրտած մրգեր, կրուասանն է, անկեղծ ասած այդքան էլ ախորժելի տեսք չունի այս կրուասանը, բայց համը այդքան էլ վատը չէր։ Նաև այստեղ ունենք սպանախով ձվածեղ եւ կարտոֆիլ։ Ես ինքս այդքան էլ չեմ սիրում ինքնաթիռի ուտելիքները, բայց քաղցած չմնացի։ Ահա եւ Դոհայի օդանավակայանում ենք, այն մրցանակակիր Համադի միջազգային օդանավակայանն է, որը ծառայում է որպես Qatar Airways-ի կենտրոն, որը հայտնի է իր շքեղ գնումների վայրով, բազմազան ճաշարաններով, նաև հայտնի է The Orchard-ը, մեծ փակ արևադարձային այգի է բույսերով եւ ջրային տարրերով, որը կատարյալ է հանգստի համար։ Ցավոք ես չկարողացա այցելել եւ նկարել, որովհետեւ բավականին հոգնած էի եւ այդպես հոգնած ցանկություն չկար նկարահանելու։ Այստեղ ինֆորմացիան ենք ճշտում Լոս Անջելեսի թռիչքի եւ հիմա արդեն իսկ ինքնաթիռում ենք։ Անկեղծ ասած, եթե ցերեկվա ժամ լիներ, կգնայի եւ ամբողջ օդանավակայանում գեղեցիկ կնկարահանեի այն բոլոր վայրերը, որի մասին ձեզ արդեն իսկ ասացի եւ տեղեկացաք, թե ինչ առանձնահատկություններ ունի Դոհայի օդանավակայանը։ Այստեղ թռիչքին սպասել են 3 ժամ եւ հիմա ավելի դժվար մասն է գալիս, որովհետեւ 16 ժամ է թռիչքը Դոհայից դեպի Լոս Անջելես։ Ինչպես տեսնում եք, այստեղ էլ կրկին տալիս են բարձ եւ ծածկոց։ Նաեւ փոքրիկ պայուսակ է, որի մեջ կա ատամի խոզանակ, ատամի մածուկ, նասկիներ եւ առաջին անհրաժեշտության մի քանի պարագաներ։ Առաջին սնունդը բերեցին, այստեղ ջուր է, յոգուրտ է, հաց է, բրինձն է եւ հավի միսն է պատրաստված տարբեր համեմունքներով, որը որ ես այդքան էլ չհավանեցի, համեմունքները շատ էին։ Այդքան շատ համեմունքներով ես չեմ սիրում։ Նաեւ վերցրել էի սուրճ, որը կրկին այդքան էլ չհավանեցի։ Բոլորը շուրջ կողմս դիտում էին տարբեր ֆիլմեր, իսկ ես նայում էի էկրանին, թե ինչքան ժամանակ է մնացել։
Այստեղ կրկին ուտելիք են բերել, սա երկրորդ անգամն է, որ բերում են chicken shawarma, բայց chicken shawarma-ի տեսք չուներ եւ համ չուներ։ Իմ համար բավականին կրկին շատ էր համեմունքները եւ ես չհավանեցի, անկեղծ պետք է լինեմ, այստեղ ուտելիքը այդքան էլ համեղ չէր իմ համար։ Սիրելիներս, տեսեք ինչքան գեղեցիկ տեսարան է բացվել, ուղղակի հիասքանչ է, պետք է վայելել այս գեղեցկությունը։ Ինչպես արդեն իսկ նշեցի, կրկին նայում եմ, թե ինչքան ժամանակ է մնացել, դեռ 6 ժամ 52 րոպե մնացել է։ Արդեն թռիչքի վերջին սնունդն են բերում, այս անգամ ոչինչ չեմ կերել, դրա համար չեմ կարող ասել, թե ինչպիսին էր այս անգամվա ուտելիքը, քանի որ այդքան էլ ինձ լավ չէի զգում եւ սրտխառնոց ունեի, միայն վերցրեցի կոկա-կոլա։ Ես ինքս կոկա-կոլա չեմ խմում, կարող է տարիներով չխմեմ, բայց քանի որ սրտխառնոց ունեի, վերցրեցի կոկա-կոլան։ Եվ ահա, սպասված այդ 16 ժամը արդեն իսկ լրացավ եւ հասնում ենք տեղ Լոս Անջելեսի օդանավակայան։ Շատերը կփաստեն, որ երբ որ թռիչքի ընթացքն է, միակ բանը, որ ցանկանում եք, դա անփորձանք վայրեջ կատարելն է եւ բոլորին եմ մաղթում, որ անփորձանք վայրեջ կատարեն։ Լոս Անջելեսի օդանավակայանում նկարահանումներ չեմ կատարել, որովհետեւ իսկապես այդքան էլ լավ չէի զգում այդքան երկար ճանապարհից հետո։ Անցած տարի բավականին կարճ ժամանակով էի Հայաստանում, իսկ այս անգամ մի փոքր ավելի երկար մնացինք եւ այս ընթացքում անընդհատ երեխաներն էլ բոլորս էլ կարոտել էինք In-N-Out Burger-ի ուտելիքները։ Ես ինքս բավականին հաճախ չեմ ուտում այսպիսի ուտելիքներ, բայց քանի որ չէինք կերել երկար ժամանակ, արդեն իսկ կարոտել էի միակ fast food-ը, որը որ կուտեմ դրսում, դա In-N-Out Burger-ի ուտելիքներն են։ Ես սիրում եմ այստեղի բուրգերը եւ կարտոֆիլը։ Պատվիրեցինք նաև Flying Dutchman, ես չեմ ուտում, բայց մեր տան անդամները սիրում են նաև սա։ Իդեպ անձրևոտ օրերին, երբ որ In-N-Out Burger-ում ինչ-որ մի բան պատվիրում եք, եթե երեխաներ կան ձեր հետ, ապա երեխաները կարող են ստանալ ձրի կակաո։ Ես այդքան էլ չեմ սիրում այս կակաոն, բայց երեխաները սիրում են։ Երեխաներին նաև տալիս են նմանատիպ ներկելու հարմարանքներ, որը որ կարող են ներկել եւ զբաղվել ընթացքում։ Սիրելիներս, հաջորդ տեսանյութերը, վլոգները կլինեն Լոս Անջելեսից։ Շնորհակալություն եմ հայտնում ձեր բոլորի դիտումների եւ լայքերի համար։ Իսկ եթե հավանել եք այս տեսանյութը, խնդրում եմ մի մոռացեք սեղմել լայք եւ բաժանորդագրվել։ Ստեսություն, կհանդիպենք շուտով նոր վլոգներով կամ նոր բաղադրատոմսերով։